Համոզմունք ունեմ ու հավատ ունեմ, որ այն ինչ սկսվել է, այլևս իրականություն է անկախ նրանից, ով է շարունակելու այդ իրականությունը, ով է լինելու այդ իրականության պատասխանատուն։ Թերևս սա մի փոքր ոչ պոպուլյար է և ոչ հանրապետական կուսակցության շահերից բխող, բայց ինչ եմ ուզում ասել, մենք ենք դրել այդ բեկման ու շրջադարձի հիմքերը։ Մենք ենք այսօր ցույց տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ կարող է լինել այլ կերպ ու այդ այլ կերպը մենք լավ գիտենք ինչպես անել։ Բոլորովին այլ հարց է, որ մենք հայցում ենք ձեր վստահության քվեն։ Մենք հորդորում ենք ձեզ այդ վստահության քվեն տալ մեզ, որովհետև այն բեկումը, որ մենք առել ենք, իրականացրել ենք, կարողանալու ենք շարունակել հաջորդի, ավելի արդյունավետ, ավելի հաջողված, ավելի դեպի քաղաքացուն ուղղված։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հանրապետականը փորձառու թիմ է։ Հանրապետականի թիմը, որը այս տարիների ընթացքում կառավարել է, գիտի հստակ մեր քաղաքացիների դարդուցալը, գիտի մեր քաղաքացիների այն սպասելիքները եւ այն փորձը, որ ունի մեր թիմը, համոզված եմ, կարող է այս ծրագրերը իրականություն դարձնել։ Հանրապետական կուսակցությունը նաև հանդես է գալիս իր ռեյտինգային թեկնածուներով, որոնց բոլորը ճանաչում եք եւ ռեյտինգային թեկնածուները ունեն անցած ճանապարհ, անցած ուղի, ժողովրդի հետ ամենօրյա շփում եւ վստահ եմ, որ մեր ռեյտինգային թեկնածուները այն խնդիրները, որոնք ունեն ժողովուրդը, այն դառնուցավը, որ ունի մեր երևանցին, իրենք բարձրաձայնել են։ Մեր ծրագիրը ենթադրում է մի բան։ Մենք բոլորս պետք է քրտնաջան աշխատենք, որևէ բան հեշտ չի տրվելու։ Բայց մենք հստակ գիտենք, որ այդ աշխատանքը անարդյունք չի անցնելու։ Ես համոզված եմ, որ մենք ոչ մի բանով, որևէ այլ ազգի չենք զիջում, որը կարողացել է որակապես իր երկիրը փոխել։ Որևէ բանով չենք զիջում։ Ես համոզված եմ, որ մենք որոշ ժամանակ անց ունենալու ենք այլ որակի երկիր։ Այդ իսկ պատճառով հորդորում եմ ձեզ ապրիլի 2-ին ձեր ընտրությունը կատարեք մեր ռեյտինգային թեկնածուներին եւ ձեր ձայնը տաք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։